քեզ Տեր իմ Աստված։ Փառք քեզ Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, մենք ողջունում ենք քո սուրբ անունով։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Հիսուս։ Հալելույա։ Ով փառք քեզ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր, փառավորվիր այս երեկո իմ Աստված։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի հավատացյալներ, սիրելի անհավատներ, ես չգիտեմ հիմա ով է միացել մեզ, ովքեր կմիանան, բայց մի բան գիտեմ, որ ինչ որ մի հետաքրքիր բան է կատարվելու, բացարձակ նպատակ չունեի ու շուտ բանից երևի տարիներ արդեն ու եթեր չեմ մտել ու պարզապես սենց աղոթքի մեջ էի, Աստծուն էի վերապրում ու զգացի, որ պետք է մտնեմ, հավատացեք չգիտեմ ինչի համար։ Մենակ մի բան գիտեմ, որ Աստված ինչ-որ հետաքրքիր բան ունի անելու, ես գիտեմ, որ շատ կարճ է լինելու այս ուղիղ եթերը, հետո հնարավոր է նաև մարդիկ ոչ ուղիղ եթեր տարածման պատճառով միանան։ Իսկ խնդրեմ, որ դուք գոնե մի քիչ գրեք, լավ է ձայնը, ամեն ինչ նորմալ է, որ պարզապես աղոթենք ու սկսենք։ Ուզեմ, որ ովքեր որ մտել են տարածեք, ես հավատում եմ, որ ինչ-որ մի հետաքրքիր ու օծված բան կա սրա մեջ։ Աստված ձեզ օրհնի շատ, գրեք անպայման մեկնաբանությունում, որ ձայնը լավ է, ամեն ինչ լավ է։ Հալելույա, փառք քեզ Հիսուս։ Վերցնենք մի քանի վայրկյան, որ մարդիկ ավելի շատ միանան։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Հիսուս։ Շնորհակալություն քեզ Հիսուս։ Եկեք հիմա սրտանց ուղղակի աղոթք բարձրացնենք Տերերի Տիրոջը, որի անունը բարձր է ամեն անունից, նրա անունը բարձր է։ Նա մեր կյանքի միակ իմաստն է, նա մեր կյանքի միակ լույսն է։ Այս կյանքը իրականում առանց Հիսուս Քրիստոսի խավար է։ Եկեք ուղղակի փառք տանք մեր իրական լույսին, ճշմարիտ լույսին, որ արժանի է փառքի, պատիվի, գոհության։ Իմ Տեր, դու արժանի ես փառքի, պատիվի, գոհության, հիմա հավիտյան։ Տեր, մենք մեծարում ենք քո սուրբ անունը, Հիսուս, գոհանում ենք, որ դու մեզ ընտրել ես, որ դու մեզ փրկել ես։ Գոհանում ենք, Տեր, որ դու մեր անունները գրել ես կյանքի գրքի մեջ եւ գոհանում ենք, Տեր, որ դեռ ավելի շատ մարդիկ ունես, որ կանչում ես դեպի քեզ, որոնք որ քո սուրբ հոգուց մղվելով կգան քո ներկայության մեջ, կվայելեն, կճաշակեն քո քաղցրությունը ու այդ ճաշակելուց հետո պարզապես կգերվեն քեզանով, կորտնվեն քեզանով ու կմնան քո սուրբ ներկայության մեջ։ Դու արժանի ես, Տեր, որ մենք փառք տանք քեզ ու ապրենք քո ներկայության մեջ, քո սուրբ երկյուղով լցված, քո քաղցրությամբ ուղղակի պարուրված, գերված։ Իմ Տեր, իմ Աստված, դու ես միայն արժանի ողջ փառքի, մեր Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Օրհնելով օրհնում եմ ամեն քույրիկիս, ամեն եղբորս, որ հենց հիմա միացել է, ու Տեր Աստված, միայն դու գիտես ինչի համար է այս կապը հենց հիմա, ինչի համար է այս ուղիղ եթերը, ու դու գիտես, որ պարզապես հրաշալի բաներ ունես անելու քո զավակների կյանքերում, քո ժողովրդի կյանքում, իմ Աստված, Հիսուսի անունով։ Ամեն։ Սիրելիներ, պարզապես սենց զգացի ինչքան անտարբերության, ինչքան ուղղակի սենց տարօրինակ մթնոլորտ է տիրում հիմա ամբողջ աշխարհում։ Գիտեք ոնց որ լուրերը դառած ըլնեն Աստված ու մարդկանց խլեն իսկական Աստծո ներկայությունից, այն նույնիսկ որ ասում է նրան տրվեց իշխանություն նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու, ուղղակի ոնց որ սա կոչ լինի, որ սիրելիներ, բացարձակ մի մոլորվեք, բացարձակ մի տրվեք այս օդի իշխանին, որ Աստծո խոսքն ասում է օդի իշխան, ու դա սատանայի մասին է խոսքը, մի տրվեք
դրան ինքը շատ երազանքներ ունի ես նմանեցնում եմ մի սարսափելի չար մարդու որպեսզի լավ հասկանանք չարը սատանան ով է որ պարզապես մի ժայռից ընկնելուց գիտի որ ինքը հաստատ մահանալու է գիտի որ ինքը հաստատ կործանվելու է բայց պարզապես այն ձեռքը գցում է ոչ թե ինչ որ մեկից բռնելու որպեսզի փրկվի այլ գիտի որ հաստատ մահանալու է բայց գոնե հետը մեկին տանի վերջերս շատ էին հարցնում արդյոք դժոխքը իրական է ես մարդկանց խոսում եմ որ այո իհարկե իրական է որտեղ Աստվածաշունչը իրական ձևի բացատրում է դժոխքի գոյությունը ու որպեսզի հասկանանք որ արդար է նաև պատկերացնենք ամենաչար մարդուն ու մեր ազգը շատ լավ գիտի ինչքան բարդ ինչքան սարսափելի պատմություն է վերապրել ու ոնց կարա լինի որ մարդը ինչ որ դաժան բան անի արունախում կյանքով ապրի բայց հետո պատասխան չտա անհնարին է դա դժոխքը դա հոգևոր բանտն է որ մարդիկ այնտեղ պատժվում են ես սրանով ուղղակի կոչ կանեմ որ դուք որևէ ձևով սիրելիներ որևէ ձևով չտրվեք ինչ որ ալիքի չտրվեք ինչ որ մի հոսանքի որ այդ հոսանքի այդ ալիքը այդ գետ ասեմ այդ կեղտոտ գետը ձեզ ուղղակի փորձի sense տանի ու ինչ որ կործանման հանգեցնի այդպես կործանման սիրելիներ Աստված ուզում է որ հենց այս երեկո ուղղակի դու քեզ թափ տաս ուղղակի փորձես sense վերանայես կյանքդ ինչն է քո կյանքում ավելորդ ինչն է քո կյանքում պակաս մի հատ sense թափ տաս դրվես sense մի իրավիճակում որ կարծես sense հոգևոր հայելի է միացված sense քո դիմաց ու ամեն ինչ ցույց է տալի ամեն ինչ հուշում է որ դու այս վիճակում ես լինի դա քեզ հաճելի լինի տհաճ կապ չունի դու որ կանգնում ես հայելու դիմաց երբեմն տհաճ ես չէ քեզ ու դու փորձում ես շտկես իրավիճակներ այսպես կանգնում ես հոգևոր հայելու դիմաց ու փորձես շտկես Աստծո զորությամբ ոչ ուժով է ոչ զորությունով այլ պարզապես Աստծո հոգով փորձես Աստծո հոգուն ասես ինչ կա իմ կյանքում որ քեզ վայել չի իմ Տեր իմ փրկիչ որ դու իմ ներսում ես ապրում ինչն է որ տրտմեցնում է քեզ որովհետև մենք գիտենք Աստծո խոսքն ասում է որ մի տրտմեցնեք Սուրբ Հոգուն հնարավոր է որ մենք տրտմեցնենք Սուրբ Հոգուն դրա համար հարցեք Սուրբ Հոգի Տեր Աստված ինչն է որ իմ կյանքում տենց ավելորդ է որ քեզ տրտմություն է պահանջ բերում ու ես իմ ոչ իմ ուժով ոչ իմ կարողությունով կհանեմ մի կողմ կշպրտեմ Տեր Աստված օրհնելով օրհնում ենք մեր եղբայրներին քույրերին հիմա հիասթափված մարդիկ են միացել որ ուղղակի հեռացել են եկեղեցուց չէին ուզում նույնիսկ ոդկ դնել մտածում էին երևի sense մի բառ կա որ շատ վատ է հնչում ես այդ բառը չեմ սիրում շաբլոն արդեն իրանց համար եկեղեցի գնալը երկրպագելը մյուս բաները աղոթքները եղբայրների քույրերի հետ շփվելը դարել է շաբլոն ուղղակի մի ինչ որ ադատ մի ինչ որ սովորույթ եթե նման բաները ասես ոնց որ ձանձրույթ մտածել նի քո կյանքի մեջ ուզում են որ նա թափ տաս քեզ եթե պատկերացնես որ որովհետև սատանան ուզում է որ անպայման ընկնես ինչ որ ծուղակ որ այդ ամեն ինչը նորից քո կյանքում վերականգնվի վերանայես դա ու հասկանաս որ դա արժեքավոր է եկեղեցին արժեքավոր է եկեղեցում ենք որ մենք դառնում ենք անհաղթելի որովհետև Հիսուսն ասեց կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի սիրելիս թափ դուր քեզ վերանա իր կյանքդ շուտով հենց վաղը մյուսօր մենք եկեղեցական պաշտամունքներ ունենք ու սենց պատրաստվում ենք դրան սենց ուզում եմ որ շաբլոն չլինի ուզում եմ որ սենց գանք մտնենք Սուրբ Հոգին կպնի հիվանդը գա իր հիվանդությունը թողնի գնա այն դարդի տեր վշտի տեր մարդը գա այնտեղից ուրիշ ձևով վերածնված դուրս գնա ուզում եմ որ Աստծո տունը պարզապես սենց լեցված լինի իր փառքով եւ որ դու չգաս պարզապես սենց հերթական անգամ շաբլոն ձևով գաս մտնես Աստծո տուն ու հերթական բաներին սпасես այն ինչին որ քո մարմինը քո շունչը չասեմ հոգին որտեվ հոգին չի ուզում նման բանի վարժվի որ վարժված է դրան խնդրում եմ քեզ պարզապես սենց հենց այսօր էլ այս ուղիղ եթերից հետո մղում եմ քեզ որ ուղակի գնաս մտնես սենյակը սկսես աղոթել սկսես Աստծո երեսը փնտրել մտածես որ Աստված քեզ կարոտել է Աստված քեզ կարոտել է ուզում է քեզ պարզապես գրկի դու էլ ասես որ Տեր ջան ես էլ եմ քեզ կարոտել ու փորձես վերապրում ունենաս հզոր ձևով որտեվ Սուրբ Հոգին քեզ հենց հիմա կանչում է Սուրբ Հոգին քեզ հենց հիմա կանչում է ես sense հոգով զգում եմ որ կան մարդիկ որ երկար տարիներ եկեղեցի չեն եղել ու միանում են մեզ
ու sense Աստծո համը չեն ճաշակել ու մարդիկ էլ կան, որ պարզապես տարածքի այն պատճառով, այսինքն դու ունես տեղես, որ եկեղեցի չկա։ Մի բան արա։ Ինչ որ մի բան արա, չգիտեմ, սենյակդ վերացի եկեղեցու։ Աստծուն ընենց կանչի, որ պարզապես sense Աստծո հոգին sense լցվի քո վրա զորավոր ձևով։ Ասում է, չէ, վերջին օրերին իմ հոգին կթափեմ ամեն արարածի վրա։ Գիտեք, ովքեր որ ծարավ են, իրանց վրա է գալու։ Ովքեր որ ծարավ են, փափ ունեն, իրանց վրա է գալու։ Հենց հիմա այն մարդիկ, ովքեր որ sense հոգու մեջ sense դառնություն, sense տրտմություն ունեն, այդ տրտմությունը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով հրամայում են, որ հեռանա։ Հենց հիմա դու ունես ուրախությամբ, աննորմալ ուրախությամբ լցվես, որ մտածես, բայց ինչի վրա եմ ուրախ, կա, չէ, որ ինչիդ վրա ես ուրախացել, ես հայկական հարցը կա։ Լսի, դու Աստված ունես, լսի, դու ամենակարող Տեր ունես, քեզ ուրախության աղբյուր ունես, պարտադիր չի ինչ-որ մի նյութական կամ ինչ-որ մի փաստ լինի, որ դու դրանով ուրախանաս։ Դրանք ժամանակավոր են։ Դու ուրախացի քո մնայուն արժեքով, որի անունն է Տեր Աստված, որ ստեղծել է այս երկինքն ու երկիրը։ Քեզ տվել է փրկություն, քո համար մահացել է, քո փոխարենն է դատվել, դու պետքա դատվես, դու պետք է մահապատիժ ունենայր, բայց քո Աստված քո փոխարեն մահապատժի ենթարկվեց։ Աստված քեզ օրհնի։ Ես հասկացա ինչի համար է։ Այս ուղիղ եթեր ես հասկացա ինչի համար է, որ Տերը ուզում է պարզապես քեզ փաթաթվի, ուղղակի թույլ տուր։ Պարզապես Աստված ուզում է քեզ գրկի, sense բարձացնի, sense որ դու մենակ ես, քայլում են առակի պես, որ ասում է, տեսնում եմ 4 ոտնահետքեր, 2 զույգ ոտնահետք, որ քայլում են, ու հանկարծ Աստված ու մարդ։ Հետո տեսնում եմ, որ ընդամենը մի զույգն է մնացել, 2 հատն է մնացել։ Ասում են, երևի Աստված թողեց, ասում Աստված չթողեց, Աստված գրկեց։ Դա Աստծո ոտնահետքերն են, մեր Տիրոջ ոտնահետքերն են։ Սիրելիներ, հիմա քեզ թվում է, թե մենակ քո քայլելու ժամանակ քո ոտնահետքերն են, 2 ոտնահետք, մի զույգ ոտնահետք, բայց իմացի, Աստված քեզ ունես ծածուկում, գրկել է, քեզ թվում է, հեսա կգնաս ու մեջքի վրա կընկնես, կգնաս ու դեմքի վրա կընկնես, ոմանք էլ պարզապես ինձ գլխապտույտի մեջ են, չեն հասկանում ինչից կընկնեն, ոնց կընկնեն, ինչ որ մի վախ է պատել քեզ, ինչ որ մի խավար իրավիճակ, մշուշ է եկել, անորոշություն է եկել, բայց հավատա, սիրելի Աստծո զավակ, Աստծո դուստր, Աստծո որդի, Աստված քեզ գրկում է, հենց հիմա բարձրացնում է, հենց հիմա իր ներկայությունը այնքան զորավոր է, այնքան ուժեղ է, հռչակում եմ հենց հիմա որտեղ որ ես, սիրելի եղբայրս ու քույրս, Տիրոջ զորությունը թող գա, ասեն զորավոր ձևով իջնի քո վրա, գրկի, բարձրացնի քեզ, ազատագրի այն ամեն ինչից, ինչը որ սատանան բերել ու մտցրել է, առանց քո կամքին հարցնելու, անկոչ հյուրի պես բերել մտցրել է քո կյանքի մեջ։ Ասա ինձ հետ միասին ասա, քո անունը վեր է ամեն անունից, քո անունը վեր է ամեն անունից, քո անունը վեր է ամեն իրավիճակներից, ամեն տեսակ գոռոզացող անուններից Հիսուս Քրիստոսի զորավոր անունը։ Օրհնում ենք քեզ Հայր, օրհնում ենք քեզ Հիսուս Տեր, մեր Սուրբ Հոգի Աստված, որ հենց հիմա կպնում ես ամեն մեկին, հավատում եմ, հենց հիմա հավատում եմ, շատ իրավիճակներ կփոխեն, որ հենց հիմա հավատաս, Տիրոջ ձեռքը չի կարճացած, որ քո իրավիճակին կպնի, հենց հիմա մտնի քո իրավիճակի մեջ ու փոխի։ Կիսախավար տեղերը լուսավոր դարձնի, խավար տեղերում պարզապես լույս ծագի։ Ո փառքես Տեր, փառքես Հիսուս ջան, փառքես Տեր Աստված, մեր զորավոր Աստված, փառքես, այնքան զոր է քո ներկայություն, ես հավատում եմ, որ հենց հիմա դու նույնպես քույրերիս ու եղբայրներիս ներսի սենյակում նույնպես զորավոր կերպով հայտնում ես քեզ, այցելություն են հիմա, վերապրում եք մարդիկ, հենց հիմա քո աստվածային են, Սուրբ Հոգու զորավոր այցելություն են վերապրում, Սուրբ Հոգու զորավոր, ո փառքես Տեր, շնորհակալ եմ, որ միացաք այս ուժ ժամին, ուղղակի փառք եմ տալիս, այնքան ուժեղ եմ հենց հիմա ես վերապրում, որ չգիտեմ էլ ես չեմ խոսում, հավատացեք, պարզապես հոգու լեզվով սենց կարողացա ձեզ ինչ-որ մի բան փոխանցեմ, բայց խնդրում եմ ձեզ ովքեր, որ նաև Երևանում են կամ մոտակայքում,
Ես հավատում եմ վաղը երեկոյան ժամը 6-ին շաբաթ օրը մեր եկեղեցում ես հավատում եմ հուրդառատ անձրևի հոգևոր շաբլոն ձևով չգաս։ Եթե չէիր եկել, ես տեսնում եմ ոնց որ ուչ եկած մարդիկ սենց առանձնացած, վատ իմաստով, առանձնացած, այդ մեկուսացման հոգին քեզ գրկել է վաղը վերկաց վազի ժամը 6-ին Տիրոջտուն, նույնպես Կիրակի օրը ժամը 12-ին վերկաց վազի, քանդի շաբլոնի այդ հոգին հանի քո կյանքից, ռութին, այդ կյանքը նորից նույնը կրկնվող, անդադար, ասես ամեն անգամ Տիրոջտուն գնալուց, մենակ այս անգամ չէ, ամեն անգամ Տիրոջտուն գնալուց այն նույնիսկ այն աստիճանների վրայից քո Սուրբ Հոգին թող զորավոր ձևով ցնցի ինձ, որ թափ տա, որ թափ ես տալիս են, որ երեխաները մեկ-մեկ անդաստիրակ բաներ են անում, որ խոսքով չեն հասկանում արդեն, սենց են, որ ուզում ես թափ տաս, ասես լսի, մի հատ ուշքի արի, այդ բանը, Տիրոջ ասես, այդ ինձ ես քո երեխեն եմ, մի հատ թափ դու ինձ մի հատ ուշքի գամ, սերս սառել է, ինչ-որ անորոշություն ա եկել պատել, կյանքիս մեջ ինչ-որ տարօրինակ բաներ են սկսվել, այն ինչից որ զզվում էի դրան եմ կապվել, այդ կապվածությունները քանդվի կյանքիդ մեջից, խաղեր ես խաղում, ինչ-որ տարբեր բաներ ես անում, ոնց որ աղբանոցում գտնվես, վերկաց քցի այդ աղբանոցը մի կողմ, ասա Աստված ջան, մենակ ու մենակ քեզ եմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, թող Աստված ձեզ օրհնի, այս գիշերը օրհնված, շատերը կլսեն իմ այս կոչը ու իրոք կանանեն ինչ որ Աստված հավատում եմ իմ բերանով խոսեց, որ այս ուղիղ եթերից հետո սենց պարզապես չես դադարի, սենց կմտնես ներսից սենյակը, կդնես մի հատ երկրպագություն, երկրպագ ես կասես կարոտել եմ քեզ Հիսուս ջան, կարոտել եմ քեզ, շատ եմ կարոտել, կպիր, սրտիս կպիր, հոգուս կպիր, աչքերիս կպիր, դեղդիր որ տեսնեն ավելի լավ, Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ որ մտաք, շնորհակալ եմ որ բոլորը տարածում եք ու այս Աստծուց եկած հզոր ցենց պարզապես մղումը ինչ որ մեկի կյանքը կփոխի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով օրհնում եմ ձեզ սիրելի քույրեր ու եղբայրներ ամեն ինչ համար շնորհակալ եմ որ ամեն անգամ տարածում եք Աստծո խոսքը ու ամենտեղ դուք կենթանի քարերն եք Աստծո որտեղ որ մտնեք այնտեղ խոսացեք հետո այնպես ապրեք որ չասեք զղջում եմ այսօրվա համար որ այս մարդուն հանդիպեցի Աստծո խոսք չխոսեցի կրակը ծոցում եք մի պահ կամ էլ կարող է կրակը միգուցե մի քիչ էլ մարել է որբոքի Աստված օրհնի քեզ բարի գիշեր ձեզ օրհնված եղեք հռչակում եմ որ հենց հիմա Աստծո զորությունը քեզանից կմղի որ սից վայելը չհաշվես ժամանակ ինչքան ես աղոթում ինչա լինում քեզ հետ պարզապես վայել ես հենց հիմա Հաղթեստեր աղոթում եմ օրհնում եմ Հիսուսի զորավոր անունով թող ամեն հիվանդություն բժշկվի ամեն տարակուսանք վիշտ հեռանա ու սուրբ ու զորավոր անունով ու դու կարողանաս դու ինքդ էլ կարողանաս վայելես քո զավակներին չշտապեն քո ներկայության մեջ չձանձրանան ժամացույցին չնայեն այլ պարզապես վայել ես շնորհակալ եմ ու այսօր էլ հզոր տեսիլքներ ու երազներ տեսնում Ամեն ամեն վաղը եւ մյուսօրը կտեսնենք մեր եկեղեցում Երևանում օրհնյալ լինեք